Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր մեծարման ցերեկույթ ֆուտբոլի երկարամյա մարզիչ Հակոբ Հակոբյանի 80-ամյակի առթիվ։ Մարզիչը 1955 թվականին ավարտելով ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը աշխատանքի է անցել Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Երկար տարիներ եղել է քաղաքի ֆուտբոլի հավաքականի մարզիչը։ Այսօր Հակոբյանի առողջականը թույլ չի տալիս մասնակցել եւ հետեւել Էջմիածնի մարզադպրոցում անցկացվող խաղերին, բայց հնարավորության դեպքում այցելում է մարզադպրոց, հետևում ֆուտբոլիստներին եւ իր սաներին, ովքեր այսօր եւս մարզիչներ են։ Քիչ եմ գնում։ Օրինակ կազմակերպեցին մեր դպրոցի ավարտների վետերանները եւ ժամանակի դա կլներ 84 թիվը եւ տեղի ժամանակին այդ պարապող երեխաները։ Այդ մրցումների ընթացքում ես մասնակցել եմ բոլոր երեխաների հետ բոլոր մրցումներին, բոլոր խաղերին։ Մեծարման ցերեկույթին ներկա են մարզչի աշակերտները, ընկերներն ու հարազատները։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ Հակոբ Հակոբյանն 80-ամյակի առթիվ արժանացավ պատվոգրի եւ խրախուսական նվերի։ Քաղաքապետը շնորհավորեց մարզչին եւ շնորհակալություն հայտնեց նրան, որ քաղաքում ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել։ Իսկապես շնորհավորում եմ ձեր 80-ամյակը եւ արդեն թիվն է խոսում ու այն ինչ որ տեսանք եւ այն ինչ որ մինչեւ տեսնելը լսեցի ձեր սաների կողմից, դա նաեւ պարտավորեցնում է որտեվ մեր քաղաքը լավ մշակույթ եւ սպորտային մշակույթ ունեցող քաղաք է եւ այդ ավանդույթները կորցնելը նաեւ քաղաքային իշխանության կողմից կդիտվի հանցագործություն եւ սա մի լավագույն պահ է որ հիշենք եւ նաեւ ողջևորենք ձեզ շնորհակալություն հայտնենք քաղաքի եւ ազգագրության անունից ձեր վաստակաշարժ օրերը տրամադրելու եւ նվիրելու էջմիածնացիներին։ Հակոբ Հակոբյանին բարի ու լավ հուշերով դիմավորեցին ճանաչողները։ Նրա սաները օտար երկրներից եկել էին շնորհավորելու եւ երախտիկի խոսք հայտնելու։ Հակոբյանի սաներից Ոսկանյանը մարզչին նվիրեց իր ֆուտբոլի այն համազգեստը, որով առաջին անգամ գոլ էր խփել։ 1955-ից 58 թվականի Հակոբյանի սաները դասընկերներով սիրելի ուսուցչին նվիրեցին իրենց բոլորի ստորագրություններով խորհրդանշական գնդակ։ Ես Հակոբյան Հակոբի որպես ֆուտբոլի մարզիչ առաջի աշակերտներից եմ։ Այնպիսի այսօր զգացմունք ունեմ, կարծես թե արթնանում եմ մանկական ժամանակաշրջանը եւ ես ձգտում եմ անպայման ֆուտբոլ պարապել։ Հակոբյան Հակոբը մեր ուսուցիչն է եղել 55-58 թվականներին եւ այսօր այդ դասարանի աշակերտները մի քանի հոգի մենք եկել ենք սիրով շնորհավորելու մեր ուսուցչին իր 80-ամյակի կապակցությամբ։ Հիշում ենք մեր մանկությունը, հիշում ենք դպրոցը, հիշում ենք այդ հոյակապ մարդուն եւ մինչեւ այսօր թարմ ու ջերմ է մնացել մեր հարաբերությունները։ Քաղաքում ավանդույթ է դարձել մեծարել տարբեր ոլորտների երախտավորներին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հարազատ քաղաքին եւ ժողովրդին։ Մարզիչը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին նման ավանդույթի ձևավորման եւ իրեն այսպիսի ուշադրության արժանացնելու համար։ Այս միջոցառումները վերենաշճանի լավ հետևանքներ են թողում երիտասարդ մասնագետներին։ Դրանք լինեն սպորտի աշխատողներ, լինեն տարբեր բնագավառի աշխատողներ։ Այդ երեխաները ոգևորվում են ամեն տեսակի լավագույն այդ միջոցառումներից եւ նրանք այն դեպքում, որ արդեն ապրում են անկախ Հայաստանում։ Վերջում Հակոբյանը հավելեց. երևի այսքան սպասված չէր լինի 80-ամյակս, եթե չլինեին ինձ այսքան սիրող ու գնահատող մարդիկ։ Շնորհակալ եմ բոլորից։